Եկեք այսօր խոսենք մի մարդու մասին, ում անունը լսելուն պես միանգամից ասոցիացվում է հերոսության հետ։ Սա Շավարժ Կարապետյանի պատմությունն է, մի մարդու, ով ապացուցեց, որ իսկական ուժը ոչ թե մկանների, այլ սրտի մեջ է։ Այս խոսքերը, գիտեք, հենց իրենն են, ու դրանք կարելի է ասել իր ողջ կյանքի բանաձևն են։ Սա ոչ միայն ֆիզիկական ուժի մասին պատմություն է, այլև բարոյական ընտրության և անվարան քաջության, որը դրսևորվեց այն պահին, երբ ամեն ինչ շատ դրա կարիքը կար։ Հա, մենք բոլորս նրան գիտենք որպես ռեկորդակիր մարզիկի, բայց այն, ինչ նրան դարձրեց իսկական լեգենդ, սպորտի հետ կապ չուներ։ Դա տեղի ունեցավ ոչ թե լողավազանում, այլ սառը մութ ջրի խորքում։ Դե ինչ, եկեք սուզվենք այս պատմության մեջ։ Բայց սպասեք, մինչև հասնենք այդ ճակատագրական օրվան, եկեք մի պահ հետ գնանք ու հասկանանք, իսկ ով էր ընդհանրապես Շավարժ Կարապետյանը, որովհետև նրա նախապատմությունը նույնքան տպավորիչ է, որքան նրա հերոսական արարքը։ Նա ծնվել է Վանաձորում ու մանուկ հասակից, ասում են, ուներ մի տեսակ անկոտրում կամք։ Սպորտը նրա համար ոչ թե պարզապես մրցակցություն էր, այլ դժվարություններ հաղթահարելու կենսակերպ։ Եվ հենց այս բնավորությունն էլ նրան տարավ դեպի ստորջրյալ լողի գագաթները։ 11, պատկերացնում եք, 11 համաշխարհային ռեկորդ։ Սա ուղղակի թիվ չէ, սա նշանակում է 11 անգամ աշխարհի լավագույնը լինել, 11 անգամ մարդկային հնարավորությունների սահմանները կարելի է ասել առաջ տանել։ Նա իր մարզաձևում բացարձակ գերիշխող էր։ Ու սա դեռ ամենը չէր, տասնյակ մեդալներ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Նա բառի բուն իմաստով իր կարիերայի գագաթնակետին էր, ֆիզիկական կատարելության մարմնացում, ով ուղղակի անպարտելի էր թվում։ Ու հենց այս պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կատարյալ է, կյանքը նրա համար մի այնպիսի փորձություն էր պատրաստել, որը ստուգելու էր ոչ թե ֆիզիկական, այլ հենց ոգու ուժը։ Պատմությունը տեղափոխվում է 1976 թվականի սեպտեմբերի 16-ը, մի օր, որը փոխեց ամեն ինչ։ Պատկերացրեք այդ տեսարանը։ Տրոլեյբուս, որի մեջ 92 մարդ կար, ուղղակի կորցնում է կառավարումը ու գլորվում Երևանյան լիճը։ 10 մետր խորության վրա։ Ահավոր ողբերգություն, որը կարող է շատ ավելի վատ ավարտ ունենալ, եթե ճիշտ մարդը ճիշտ պահին, ճիշտ տեղում չհայտնվեր։ Պետք է հասկանալ, որ այն ժամանակվա խորհրդային փրկարարական ծառայությունները մեղմ ասած արագ չէին։ Ափին խաոս էր, խուճապ, ոչ ոք չգիտեր ինչ անել։ Ու հենց այդ պահին աշխարհի չեմպիոնը որոշում է կայացնում։ Ոչ թե որպես մարզիկ, այլ որպես մարդ։ Ու առանց մի վայրկյան վարանելու ցատկում է սառը ջուրը։ Այնինչ տեղի ունեցավ հաջորդ 20 րոպեների ընթացքում, դա ուղղակի դուրս է մարդկային հնարավորությունների մասին մեր պատկերացումներից։ Սա արդեն սպորտ չէր, սա գոյության կռիվ էր։ Պատկերացրեք այդ ցիկլը նորից ու նորից։ Սուզվում է սառցե, պղտոր ջրի մեջ, որտեղ գրեթե ոչինչ չի երևում։ Ոտքերով պետք է կոտրես տրոլեյբուսի ապակին։ Խավարի մեջ շոշափելով գտնես մի մարդու ու դուրս բերես նրան, հետո նորից ու նորից, մինչև որ մարմինդ ուղղակի հրաժարվի չես ենթարկվել։ Ավելի քան 20 մարդ, 20 կյանք, որոնք այդ օրը երկրորդ շանս ստացան, ու այդ շանսը նրանց տվեց մի մարդ, ով իր սեփական կյանքն ու ողջ ապագան դրեց վտանգի տակ։ Բայց հերոսությունը, գիտեք, միշտ գին ունի, ու այն գինը, որ Շավարժը վճարեց, չափազանց բարձր էր։ Թվում էր, թե ամենաահավորն անցյալում է, բայց իրականում նրա անձնական պայքարը նոր-նոր էր սկսվում։ Տեսեք, թե ինչ արժեցավ այդ օրը։ Նա ջուրը մտավ որպես անպարտելի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, դուրս եկավ որպես հերոս, բայց մի մարդ, ով այլևս երբեք չէր կարողանալու մրցել։ Բազմաթիվ կտրվածքները, սառը ջուրը, այս ամենը հանգեցրին երկկողմանի թոքաբորգի ու արյան վարակման։ Դա նրա փայլուն կարիերայի վերջն էր։ Եվ գիտեք որն է ամենազարմանալին։ Բժիշկներն ասում էին, վերջ, սպորտի մասին կարող ես մոռանալ։ Բայց նույնիսկ կորցնելով այն ամենը, ինչի համար աշխատել էր ողջ կյանքում, նա չկոտրվեց։ Նրա ոգին մնաց նույնքան ուժեղ, որքան միշտ։ Այդ պատճառով էլ Շավարժ Կարապետյանի պատմությունը ուղղակի սպորտի մասին չէ, դա շատ ավելին է։ Նրա թողած ժառանգությունը ռեկորդների գրքերում չէ, այլ մարդկանց սրտերում։
Իհարկե, նրա սխրանքը ճանաչվեց, նրա անունով փողոցներ կոչեցին, պարգևատրեցին շքանշաններով, բայց ինչպես ինքն էր ասում, ոչ մի մեդալ չի կարող համեմատվել այն զգացողության հետ, երբ տեսնում ես, որ քո փրկած մարդը շարունակում է ապրել։ Դա էր իրական պարգևը։ Ու սա է երևի թե այս ամբողջ պատմության գլխավոր դասը։ Իսկական ուժը մկանների մեջ չէ, այն քո պատրաստակամությունն է օգնելու մեկ ուրիշին, անկախ նրանից, թե դա քեզ համար ինչ կարժենա։ Դա բնավորության հարց է, ոչ թե ֆիզիկական տվյալների։ Ի վերջո, այդ ամենի հիմքում ընկած էր շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ խորը մի բան՝ սերը մարդու հանդեպ։ Նա չէր ճանաչում այդ մարդկանց, բայց նա գիտեր մի բան՝ նրանց կյանքը արժեքավոր է ու պետք է պայքարել դրա համար։ Շավարշի պատմությունը, գիտեք, մեզ բոլորիս մի հարց է տալիս։ Միգուցե հերոս լինելը արտասովոր սխրանքներ գործելը չէ, այլ պարզապես ճիշտ պահին ճիշտ ընտրություն կատարելը։ Լինի դա մեծ, թե փոքր։ Սա այն հարցն է, որի պատասխանը նա թողել է մեզանից յուրաքանչյուրին։